Մեկ ամիս բանտախցում մնացած Արսեն Ղուկասյանը վստահեցնում է, թեև ինքը տնային կալանքում է լինելու, անհետ կորածների հարազատները շարունակելու են պայքարը։ Դաժե եթե իմ կալանքը շարունակեն էլ, միևնույն է ես համոզված եմ, որ այս ծնողները չէին լռելու։ 44-օրյա պատերազմում զոհվածի եղբոր, անհետ կորածի հորեղբոր վիճակը անազատության մեջ ավելի է վատացել։ 9 ծանր հիվանդություն ունեցող Ղուկասյանը հիմա նաև բրոնխիտով է տառապում։ Քրոնիկ բարձր ճնշում ունի, սիրտը ստենտավորված է, 2 ինֆարկտ է տարել։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էր նաև ահազանգել։ Նրա առողջական վիճակը անհամատեղելի է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պայմանների հետ։ Թող Աստծուց առնեն իրանց պատիժը։ Իրանք ուզում են անմեղ մարդու այդ անմեղ տեղի ձևի վերաբերմունքը այդ իզուր չի անցնելու։ Ինչ է արել իր որդին, զայրանում է Ղուկասյանի մայրը։ Օդում ճոճել է իր ձեռնափայտն ու ոչ մեկի գլխին չի իջեցրել։ Սեպտեմբերի 29-ին Պաշտպանության նախարարության մոտ ակցիայի ժամանակ լարվել էր իրավիճակը, երբ ծնողները հայտարարել էին, թե խաբել են իրենց ՊՆ-ում, չեն կազմակերպել խոստացված պաշտոնյաների հետ հանդիպումը։ Ծնողներին սենց ֆուտբոլի գնդակի պես ռեժիսյան էին տանում, էին ու երբ որ ես տեսա, որ խփում են, ես ձեռնափայտը նախ վերցրել եմ առաջինը, նոր էլ որ դալիճ մտա, սենց արեցի, հիմա ինչ սպառնում եմ։ Այդ միջադեպից հետո ռազմական ոստիկանները ցուցմունք էին տվել, թե վտանգ են զգացել, երբ Ղուկասյանը իր ձեռնափայտով մոտեցել է իրենց։ Նրա դեմ քրեական վարույթ է սկսվել խուլիգանության եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ 8-10 ծնող ենք եղել, 9 հատ ռազմականի տուժող, լավ էլի, ուրեմն փաստորեն կամ մենք ենք, չգիտեմ, տոր քանգեղն ենք։ Հարցնել այդքանին հասցրել եք ծեծել, ախր ոչ մեկին ոչ կպել եմ, ոչ խփել եմ։ Հայոյանք եմ հնչեցել, էլի եմ հնչեցնում, նոր դահլիճում էլ ասեցի, ով կարա զոհվածի ծնողի վրա ձեռ բարձրացնի, անհետ կորածի ծնողին խփի, ինքը իմ համար տո համ թուրք է, համ էլ անբարոյականի զավակ է։ Այն, որ Ղուկասյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով 1 միլիոն դրամ գրավով ու բացակայելու արգելքով է փոխել դատարանը, ինչ որ առումով հաղթանակ է համարում փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Փաստաբանն իրեն համարում է անհետ կորածների բախտակից, որովհետև իր քեռին էլ չի վերադարձել պատերազմից։ Մարդասիրության ու անձի կյանքի ու առողջությունը պահպանելու նկատառումներով էլի կարող եմ հաղթանակ համարել, բայց ոչ երբեք արդարության ու արդարադատության հաղթանակ, որովհետև դուք էլ տեսաք, որ այս մարդկանց այն մեղադրանքը ոչ միայն իրավական չի, նաև բարոյական չի։ Փաստաբանները նպատակ ունեն արդեն հաջորդ դատական նիստին Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել։ Գայանե Մովսիսյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։